Արոնը Տոնոյան ասեց, որ մենք լավ ժողովուրդ ենք, ես համաձայն եմ, բայց վերջին 8 տարվա ընթացքում մեզ բախտ ա վիճակվել ունենալ մի երկրի ղեկավար, ով մահվան ուրվական ա դարձել Հայաստանի համար։ Հիմա էլ այդ գերանդին վերցրած մահվան շրջում ա Երևանի փողոցներում, Հայաստանի Հանրապետության մարզերում։ Ու հարցնում ասում ա, դու խի չես մեռել, դու խի չես զոհվել, ասում ա, դու խի ես կենդանի։ Սա ասում ա մի մարդ, ով պատերազմի ժամանակ մարդկանց ուղարկում է ռազմադաշտ, անկազմակերպ, ասում էր ձեր կասկաները վերցրեք, ձեր զրահաբաճկոնները վերցրեք ու գնացեք կռվեք։ Ու ինքը գիտեր, որ մենք պարտվում ենք։ Ինքը դեռ այդ ժամանակ համոզմունք ուներ, որ դա ադրբեջանական հող ա։ Ինքը պատերազմը մի բանի համար չի կանգնացրել, որ իրան չասեն դավաճան։ Ու հիմա այդ մարդը անամոթաբար քաղաքացիներ ա բռնում Երևանի փողոցներում ու ասում ա, դու խի չես զոհվել, դու ինչի չես զոհվել։ Եթե մարդ կա, որ պետքա զոհվել պատերազմից հետո, իսկ ավելի կոնկրետ ինքնասպան պետքա լիներ այդ պարտությունից հետո, այդ դու ես Նիկոլ Փաշինյան։ Մեկն էլ կա միտիկին հետևը կանգնած, այո, ողջունում այսպես դեռահասի ոգևորությամբ, չգիտեմ ինչից ա տենց ոգևորվում, էլի։ Ես չգիտեմ ինչա այդպես ինքը ոգևորվում, էլի, երբ որ Նիկոլ Փաշինյանը ցնցումների մեջ ա ընկնում, բայց ես շատ մտահոգված եմ։ Այդ տիկինը, որ պետքա զբաղվի հիվանդներով Հայաստանի Հանրապետության, առողջապահությամբ զբաղվի։ Ընկել ա Նիկոլ Փաշինյանի հետևից ու ոգևորում ա իրան։ Տիկին ջան, երկրի հիվանդներով չես զբաղվում, գոնե քո պացիենտով զբաղվի։ Բան չենք ուզում քեզանից։ Այդ մի պացիենտի մասին հոգ տար, շնորհակալ կլինենք ազգովի։ Եվ վերջում, սիրելի թալինցիներ, հարցազրույցների ժամանակ կամ մարդկանց հետ շփումների ժամանակ մարդիկ ասում են ինչի պետքա մենք ընտրենք ձեզ։ 19-ատ ուժ ա մասնակցում այս ընտրություններին, 21 թվականի ընտրություններին էլ էր այդպես։ Կամ ասում են լավ, 21 թվականին դուք չկարողացաք իշխանություն վերցնել, հիմա ինչի պետքա այդ համոզմունքը ունենանք ու նորից ձեզ ձայն տանք։ Ես մի բան եմ ասում և բոլոր տեղերում սա ասում եմ։ Դուք քվյախցիկում ընտրություն կատարելուց պետքա մի տեսարան պատկերացնեք։ Դուք ընտրում եք մարդու, ով վաղը գնալու է, բանակցելու է Իլհամ Ալիևի հետ։ Դուք ինչպիսի առաջնորդ եք ուզում, ինչպիսի բանակցող եք ուզում։ Եվ ուրեմն հունիսի 7-ին համար 17-ին։ Շնորհակալ եմ։